Լավ, պարոն Մեխակյան, ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդը է, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև ես այդ հարցից խուսափում եմ, որովհետև դա չէ, ոչ թե խուսափում, Ժողովուրդ ջան, այդ հարցը, այսպես ասեմ, բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, բազմաթիվ անգամ անդրադարձել եմ։ Ես իմաստը ո՞րն է նորից Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին երկրորդ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Կա հստակ հայտ Նիկոլ Փաշինյանը մտել է, ես իմ ու ձեր խոսակցության մասին եմ ասում։ Դուք մի տարեք դա ուրիշ դաշտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ օրակարգով մտել է, դուք իրեն բազմաթիվ հարցեր տվել եք այդ առումով, ինքը ավելի շատ կաթողիկոսի հեռացման այդ արշավին, ակցիային, չգիտեմ, նախաձեռնությանը։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Ես կարծում եմ, որ իմ այլ անելիքներ, եթե ես որևէ բան այլ իմ անելիքներից զատ ուրիշ բան անեմ, իմ կոնկրետ այն գործը, որի համար ես այս պահին նշանակված եմ, կարծում եմ, որ դա իմ համար եւ մեր համայնքի համար ամենակարևոր գործն է։ Գուշավորությունը ինչով է պայմանավորված։ Ոչ մի բանով, ես գուշավոր չեմ։ Եթե ընտրվեմ, կտեսնեք այդ ամենը, եթեները կլինեն հետո։ Պարոն Մեխակյան, նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է։ Ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են։ Այո, ժողովրդավար ձևով վարչությունը միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետևաբար եթե միաձայն է, վարչության նախագահն էլ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Չէ, նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի թեկնածու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մենք ասում ենք, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում ենք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք վեր կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխակյան։ Ժողովուրդ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում, եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Պարոն Մեխակյան, ամբողջ խնդիրն այն է, որ ողջ քարոզարշավի ընթացքում ոնց հասկացանք, ձեզ ավելի շատ ընկալում են մարդիկ որպես Մեխակ Մեխակյանի որդի եւ դուք էլ խուսափում եք այդ ասոցիացումից ԿՊ-ի հետ։ Եվ ես շատ ուրախ եմ, ես շատ հպարտ եմ, ես իմ կյանքում ոչ մի իմ արած եւ իմ կատարած որոշման համար չեմ փոշմանել Փառք Աստծո եւ կարծում եմ, որ չեմ փոշմանելու, որովհետեւ այստեղ ոչ մի խուսափողական բան չկա, եթե ես խուսափեի այսօր ձեր առն բան չկա, եթե ես խուսափեի այսօր ձեր առաջ հարցազրույց չէի տա, ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցերին, ինձ վերաբերող հարցերին, լավ կլիներ ուղղակի հարգելի լրագրողներ, դուք հարց տայիք այն մարդկանց, այն քաղաքական գործիչներին, որոնք փորձում են իմ հոր անվան կամ իմ հոր հիշատակը շահարկելով քաղաքական որևէ շահ հետապնդել կամ փորձել իմ անունը ցեխոտել եւ այլն եւ այլն։ Ճշմարտություն չկա նրանց ասած։ Իհարկե ոչ։ Դա մարդու անձնական դաշտ մտել է կամ մարդու սեփական անձնական դիրքորոշումը փորձել հանրությանը իրենց քաղաքական շահի համար ինչ որ բան հրամցնելը դա առնվազն ազնիվ չէ։ Շատ գործի մասին Չէ, տեսեք, ես իմ մասով եմ ասում, ես տարակուսանք չունեմ։ Որտեղ ձեր հայրը Արցախը ազատագրել է, իսկ ասում են որդին կանգնել Արցախը հանձնածների կողքին։ Դե հասկանում եք այդ դիսկուսը ինչքան արդեն չարչրկված է, որ այսինքն Արցախը հանձնողներին դա այտենց մի հատ իրենց համար դիլեմա են սարքել, որ որոշ քաղաքական ուժեր, որ իրենք էլ չեն կարողանում դրանից դուրս գալ, այսինքն այլ քաղաքական ասելիք չունեն։ Իսկ Արցախը ինչ եղավ, մեր, հա, դուք կարող եք 5 անգամ էլ պնդել դա, բայց ասեմ դրանից իրականությունը չի փոխվում, Արցախի հետ ինչ եղել է մեր բոլորի աչքի առաջ է եղել եւ մեր իրականությունը դա 30 տարի, 50 տարի առաջ չի եղել, որ մենք չլինենք կամ փոքր եղած լինենք։ Մեր բոլորի աչքի առաջ եղել, մենք բոլորս գիտենք ինչ եղավ Արցախի հետ։
Շնորհակալ եմ ձեր թույլտվությամբ։ Կներեք Ծիածան համայնքից Գևորգ Մանուկյան անունով անձը մեծ հետ հարցազրույցում պնդում էր, որ ձեր ընտանիքի անդամները ընտրակեղծարարներ են եւ ասում էր, որ ձեր փեսան մասնավորապես նախկինում կաշառք է ստացել, մեքենայի տեր է եղել։ Մի հատ կբացատրեք ինչ Ես նմանատիպ անձանց, ես չգիտեմ ում նկատմեք, նմանատիպ անձանց եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ուղղակի ահազանգել ոստիկանություն նման հայտարարություններից հետո։ Պարոն Մեխակյան, եթե դուք ընտրվեք վաղար Ինքը շաբաթի հրավիրում էր, ասում էր, եթե որևէ բան սուտ եմ ասում եւ զրպարտում եմ, դուք դիմեք դատարան։ Եթե չեք դիմում, լռում եք, նշանակում է համաձայնեք իմ ամեն բառի Չի հետ։ լինում, էլի, այդպես չի լինում, Ժողովուրդ ջան։ Չէ, մի որոշի Մարիամ ջան, վերջին հարցը։ Խոյ համայնքի ընտրությունների ժամանակ խոսել եք ձեր հոր պատգամից, արդյոք այս քաղաքական ուժը, որի կողքին կանգնել եք, հետևում է ձեր հոր պատգամին, հատկապես երբ որ առանձնացնում է իրական ու պատմական Հայաստանն է։ Ձեր հարցի իմաստը ո՞րն է, չհասկացա։ Այն որ դուք ասում եք, որ ձեր հոր պատգամը Քաղաքական ուժը իմ անձնական, իմ արտահայտվելու հետ ինչ կապ ունի, իմ անձնական դիրքորոշման։ Պարոն Մեխակյան, եթե մի կուսակցություն եք ընտրել, որի Գաղափարախոսությունը չի հակասում, որովհետև գաղափարախոսությունը մենք պետք է հաշվի առնենք ինչ իրողության պայմաններում, ինչ աշխարհաքաղաքական իրողության պայմաններում ենք ապրում, եւ եկեք ընդհանրապես վաղաշաբաթի ընտրությունները չվերածենք աշխարհաքաղաքական հարցերի։ Մի րոպե, ես վաղար շաբաթից հաստամ բան։ Սկզբունքներին գաղափարախոսությանը Ներողություն եմ խնդրում էլի, մի քիչ եկեք կոռեկտ հարցեր տանք, էլի դավաճանել, չդավաճանել։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում, հարգում եմ բոլորի դիրքորոշումները, բայց ես խնդրում եմ իմ անձի մասին խոսելիս խնդրում եմ գոնե մի փոքր հետաքրքրվեք, թե օրինակ, ասենք մեր գյուղում ես ինչքանով եմ հարգանք վայելում կամ չէ, կամ չէ, նույն քաղաքական առումով էլի, բայց չի կարելի, դուք հասկանում եք, դուք ձեր ինչ Կիկոսի մահն եք դուք ասում, Վահե ջան, այսինքն եթե լիներ այսպես, այդպես չի լինում, եթե չնայում, ես խիստ կասկածում եմ։ Պարոն Մեխակյան, տեսեք, դուք որ լինեք վաղար շաբաթի համայնքապետ եւ Նիկոլ Փաշինյան, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը մի րոպե դիմի հոգեվոր հավաք անցկացնելու Արեգ ջան, ես այդ հարցին ուղիղ պատասխան դուք որպես համայնքապետ արտոնելու եք այդ հավաքը թե ոչ։ Լինի, եթե ես այսպես ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց որևէ միտեղ Հայաստանի Հանրապետություն հավաք անցկացնել, այս պահին չկա որևէ մեկը, որ չկարողանա արտոնել։ Կարողա ձեր սրտով էլ չի տանել, որ եկեղեցու դեմ արշավարի։ Ես համայնքային մեքենա։ Ոչ, սեփական մեքենան։ Ես վստահ